Հայրենակիցներ ջան, եկեք միասին հասկանանք, ինչ է նշանակում էլեկտրաէներգիայի կորուստ։ Այդ կորուստը կորած հոսանքն է, որի համար մենք ժողովուրդս վաղ թե ուշ վճարելու ենք։ Ուրեմն տեսեք, 2015 թվականին հեցի կորուստը կազմել է շուրջ 14%։ 2015 թվականի ավարտին Տաշիր ընկերությունների խումբը գնել է Հայաստանի էլեկտրական ցանցերը։ Եվ այս տարիների ընթացքում ներդրումների, սարքավորումների թարմացման, նոր գծերի կառուցման եւ հետեւողական աշխատանքի արդյունքում կորուստը նվազեցրել ենք 6.5-6.7%։ Եվ այս ամենի արդյունքում սակագինը չի բարձրացել։ Եվ Սամվել Կարապետյանը մեզ բոլորիս խոսք է տվել, որ մինչև 2035 թվականը սակագինը չի բարձրանալու։ Եվ այս ամենի արդյունքում առաջացել են հավելյալ խնայողություններ։ Եվ մինչ սկսել այս քաղաքական process-ների 5 ամիս առաջ, մենք դիմել ենք պետությանը, որպեսզի բնակչության սակագինը նվազեցնենք։ Ինչ որ մարդիկ, ինչ որ իմ համար անհայտ մաթեմատիկայի հաշվարկների արդյունքում ինչ որ 20 լումայից ենք խոսում։ Մենք խոսում ենք 3 դրամի մասին եւ պահանջում ենք սակագինը նվազեցնել, բնակչության սակագինը նվազեցնել 3 դրամով։ Իշխանության կողմից նշանակված ժամանակավոր պաշտոնակատարը հեծում այն աշխատանքը, որ հիմա ինքն է անում եւ այն քաղաքականությամբ, որ տանում է հեծը, կորուստները բարձրանում են։ Ուր ենք գնալու այս ճանապարհով։ Բիբինի ժամանակներ։ Հիշեցնեմ Բիբինի ժամանակները ինչով ավարտվեցին։ Ավարտվեցին էլեկտրիկ Երևանով։ Ես չեմ ուզում այդ օրերը գան։ Անկեղծ չեմ ուզում։ Պարոն Պետրոսյան, մի քանդեք մեր ընկերությունը։ Եվ ի դեպ, կոչ եմ անում, կոչ մի արեք։